Ոչ մեկն էլ կռիվ չի ուզում։ Մենք կռվի դուռը պետք է փակենք, ամուր փակենք, որ դա մասին չմտածենք։ Որ հայ-ադրբեջանական կռվի դուռը ամուր փակվի, երաշխավորներ են պետք, համոզված է իշխանության համար պայքարող Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը։ Խաղաղությունը պետք է լինի երաշխավորած։ Չինաստանը, Ամերիկան եւ Ռուսաստանը երաշխավորում են, որ իրանք պաշտպանում են Հայաստանին, որ պատերազմ պետք է չլինի, պետք է Հայաստանը պատերազմի դուռը փակի։ Գագիկ Ծառուկյանը պետության անվտանգության մասին իր պատկերացումները պատմել է մինչև Քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, նախորդին Արարատի մարզի գյուղերում։ Այսօր Քարոզարշավի առաջին օրն են հրապարակել հանդիպումները, որ ավանդական ոճով են անցել։ Հիմա որն է խաղաղությունը, ադրբեջանական զորքերը հայկական սարերի վրա նստած են, տարակուսում է Բարգավաճ Հայաստանի առաջնորդը։ Չնայած խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, բայց Ծառուկյանը պնդում է, ադրբեջանցիների հետ գործող իշխանության պայմանավորվածությունները բանավոր են, երաշխիք չկա։ Եթե Ռուսաստանի հետ դաշնակցությունից էլ հրաժարվեն, Հայաստանը Արցախի ճակատագրին կարժանանա, վատ կանխատեսում ունի Գագիկ Ծառուկյանը։ Ռուսաստանը բացթողումներ ունի, ես չեմ ասում 100%, բայց դա երկկողմանի է։ Պետք է նստեն կլոր սեղանի շուրջ, հարցադրումը դնեն։ Ես սուր կարամ ասեմ բարձրաձայն, եթե որոշում կայացվեց, Ռուսաստանից հրաժարվեցինք, 1 տարվա ընթացքում լինելու է ոնց որ Արցախը եղավ։ Այս ընտրություններում մեր նպատակը մեկն է՝ պաշտպանել հայ մարդու ինքնությունը, պատմությունը, հիշողությունը, մշակույթը եւ հայկական պետականության բովանդակությունը։ Ընդդիմադիր Լուսավոր Հայաստանը պայքարում է, որ Հայաստանը Հայաստան մնա, պատմությունն ու ինքնությունը չջնջվեն։ Ահա այն ինքնիշխանության սիմվոլը, որ այսօր Հայաստանը ունի։ Սա երաշխի մետալուրգիական գործարանն է որպես սիմվոլ։ Պաշտպանիր ինքնությունդ կարգախոսով Քարոզարշավը սկսեցին հայ-ադրբեջանական սահմանից, Նախիջևանին կպած երաշխից, ինչու հենց այստեղից։ Որովհետև այսօրվա կառավարությունը 2 տարի առաջ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում դադարեցրել է երաշխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր ամերիկյան ներդրողների կողմից։ Խոսալ անդադար ինքնիշխանությունից, ասել, որ մենք ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, սակայն ունենալ նման ամոթ, նման խայտառակություն եւ բանանել մեծ խոսալ, հոխորտալ ընդդիմադիր ուժերի վրա, սա մենք ուզում էինք ցույց տալ Քարոզարշավի առաջին օրը։ Լուսավորը պայքարում է, որ Հայաստանի ներքին կյանքում չլինի Թուրքիայի ու Ադրբեջանի միջամտությունը։ Այս պայծրությամբ Հայաստանի ինքնիշխանության ամենամեծ թշնամիներն են Թուրքիան, Ադրբեջանը եւ նրանց կամակատար Հայաստանի իշխանությունները։ Մեր նախընտրական Քարոզարշավը սկսում են Գոշավանքից։ Արդարությունը գալիս է։ Ընդդիմադիր ուժերից միասնության թևերն էլ արդարություն է խոստանում ընտրողներին ու Քարոզարշավը սկսեց խորհրդանշական վայրից, Գոշավանքից։ Խնդիրն է, որպեսզի այնպես անենք, ժողովրդի մեծամասնությունը հավատա մեզ եւ մեր ուժին եւ որ իսկապես արդարությունը գալիս է։ Միասնության թևերի համար էլ կարևոր արժեք են ազգային ինքնությունը, խաղաղությունը, վստահեցնում է կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Հայաստանում ոչ մեկը պատերազմ չի ուզում, գործող իշխանությունն է հնարել, թե կան ուժեր, որ պատերազմ են ուզում հրահրել, ասում է նախկին օմբուդսմենը։ Իշխանությունը նորից էլի թակարդ է ստեղծել, թե ով ավելի շատ է իբր խոսա խաղաղության մասին, նա էլ կհաղթի։ Իրականում այդպես չէ, այսպես իշխանությունը փորձում է թաքցնել, քողարկել այն հարցը, թե ինչու են նրանք ձախողել մեր երկրի անվտանգության համակարգը այն աստիճան, որ հիմա մեզ սպառնում են պատերազմով։ Մեր բոլորին դեմ եմ ուժը ներկայացնող Սպայդերմենը այսօր կսկսի ցեղ շպրտելու ակցիան։ Ընդդիմադիր ուժերից տարբերվող Քարոզարշավ սկսեց նորաստեղծ բոլորին դեմ եմ կուսակցությունը։ Սա միակ ուժն է, որի վարչապետի թեկնածուն կին է, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նրանք էլ այսօր մարդկանց առաջարկում էին ցեղ շպրտել մի պաստառի վրա, որտեղ պատկերված էին ընտրություններին մասնակցող մյուս ուժերը։ Ընտրությունները երբ որ սկսվում են, քաղաքական ուժերը սկսում են իրար վրա աչուձախ ցեղ շպրտել։ Այդ process-ը արդեն իսկ սկսել է, ու մենք որոշեցինք քաղաքացիներին տալ հնարավորություն, որ իրենք կարողանան իսկական ցեղ շպրտել քաղաքական ուժերի վրա։